Լինում է, որ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը նամակ դիմումների այս արկղը բացում դատարկում է օրը մի քանի անգամ։ Գրեթե ամեն օր նամակ դիմումներ են ստանում նաև քրեակատարողական հիմնարկներից։ Պաշտպանին դիմում են թե ազատությունից զրկված անձինք, թե նաև նրանց ընտանիքի անդամները։ Քրեակատարողական հիմնարկներից ստանում ենք դիմումներ եւ առցանց ճանապարհով եւ սուրհանդակային ծառայության միջոցով, օրինակ այս պահին ստացել ենք առայժմ մուտքագրման է սպասում 1 դիմում, եւս 2-3 մուտքագրվել է արդեն համակարգ։ Վերջին 10 ամսում պաշտպանն ու նրա ներկայացուցիչները այցելել են Հայաստանի գրեթե բոլոր քրեակատարողական հաստատություններ։ Վերջին այցը իրականացվել են Ուբարաշեն եւ Վարդաշեն, որի ընթացքում ՄԻՊ ներկայացուցիչները ունեցել են խորհրդապահական առանձնազրույցներ պահվող անձանց հետ։ Ազատությունից զրկված անձանցից մեկը բարձրացրեց հենաշարժողական խնդիրների հետ կապված հարցեր, ինչպես նաև այդ պատճառով սանհանգույցից չէր կարողանում օգտվել։ Մենք խնդիրը անմիջապես ներկայացրել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմին եւ փոխադարձ համաձայնություն է նաեւ ձեռք բերվել, պայմանավորվածություն ենք ունեցել, որ խնդիրները անմիջապես կհասցավորվեն եւ լուծումներ կգտնեն հնարավորինս արագ ու սեղմ ժամկետներում։ Այցին պաշտպանը չի մասնակցել, այնտեղ է ունեցել նրա հանձնարարությամբ ազատությունից զրկված կոնկրետ անձանց հետ հանդիպում հարցազրույցի նպատակով։ Հաշվի առնելով, թե նրանցից պարբերաբար ստացվող դիմումներն ու նաև ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքում բացահայտված խնդիրների արձանագրումը, հետևողականությունը, նշում է Մանասյանը։ Լայն տարածում ստացավ գտնվելու վայրն անհայտ անձանցից մեկի հարազատի հետ կապված կալանավորման դեպքը, ազատությունից զրկման դեպքը, եւ մեզ համար շատ կարեւոր էր հենց այս դեպքով եւս իրականացնել համապատասխան գործառույթներ, հասկանալ խնդիրները, նկատի ունենալով այն հանգամանքը, որ մեր հաստատության դիտանկյունից սա կրկնակի զգայունություն ունեցող խնդիր է։ Պաշտպանի խոսքով իրենց դիտակետում փակ հաստատություններում գտնվող բոլոր անձանց իրավունքների պաշտպանությունն է։ Ազատազրկման վայրերում պաշտպանի ներկայացուցիչներին անձինք դժգոհել են կալանքի դեպքում առողջական խնդիրներից, որոնք նրանց պնդմամբ անհամատեղելի են դարձնում խափանման միջոցի կիրառումը։ Այն պահից սկսած, երբ դատարանն է որոշում կայացնող սուբյեկտը, մենք ըստ էության նաև չենք իրականացնում կոնկրետ հարցի առնչությամբ քննարկում, բայց պետք է նաև հատուկ արձանագրեմ, որ շատ դեպքերում դատարաններում հաշվի է առնվում նաև այն հանգամանքը, թե մենք ինչ ենք ընթացքում բացահայտել, այդ թվում ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանվածության վիճակի, նրանց առողջական խնդիրների բարձրաձայնման, այդ համատեքստում առկա խնդիրների դիտանկյունից, եւ բնականաբար այս հարցադրումները եւս կարող են քննարկման առարկա դառնալ դատարաններում։ Պաշտպանն արձանագրում է ազատազրկման վայրերում անձանց բուժօգնության եւ սպասարկման խնդրի համակարգային լուծման անհրաժեշտությունը։ Մանասյանի խոսքով առաջնային է նաև հոգեկան առողջության խնդիրների կանոնակարգումը։ Դա ըստ պաշտպանի կնպաստի ազատազրկման վայրերում անձանց մահվան դեպքերի կանխմանը։ Այս տարի քրեակատարողական հիմնարկներում մենք ունենք մահվան շատ մեծ թիվ, եթե չեմ սխալվում, 18 դեպք է արդեն եղել այս տարի։ Սա հիմք է տալիս եզրակացնելու, որ տարատեսակ խնդիրների հասցեավորումը, որոնք կարող են հասցնել նաև մահվան, բազմաթիվ են ու դրանց թվում առաջիններից մեկը հոգեկան առողջության խնդիրների պատշաճ հասցեավորումն է, որի համար պետք է առկա լինի հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնդիրները հասցեավորելու պատշաճ կառուցակարգ։ Պաշտպանը կարևոր է համարում ազատազրկման վայրերի շենքային պայմանների բարելավման ուղղությամբ պետության ուշադրությունն ու քայլերը։ Դրանք ըստ Մանասյանի անհամեմատելի են տարիներ առաջ եղած իրավիճակի հետ, բայց միաժամանակ նա հրատապ է համարում Նուբարաշենի շենքային պայմանների բարելավման աշխատանքը։ Պաշտպանն առաջընթաց է տեսնում նաև անձանց նկատմամբ վատ վերաբերմունքի կանխարգելման ուղղությամբ, բայց խնդիրն ըստ նրա ամբողջությամբ դեռևս լուծված չէ։ Քրեակատարողական ծառայությունից լուրերին փոխանցեցին, որ արձանագրված խնդիրներն ուսումնասիրման փուլում են։ Ծառայությունը մշտական կապի մեջ է պաշտպանի աշխատակազմի հետ։ Մայա Խաչատրյան, Ժիրայր Հավետյան, լուրեր։